Մենք տեսանք Ուկրաինայի նախագահը ցույց տվեց մի զենք այս սեղանի դրամաչափով, որը կարողանում է ԱԹՍ-ներով վերացնել։ Եվ մի քանի միլիոն դոլարի, ասենք, տեխնիկայի մասին է խոսքը։ Ներսում էլ մենք պիտի արտադրենք, այսինքն այդ ռուսական աննպատակ զենքերով գնելու փոխարեն հին սերնդի այդ սուերի հեքիաթը Պոսեյդոնի, այլ ինչ-որ բուրիվեսնիկ են արձակում, որը որևէ մեկը չի տեսել։ Ուղղակի ասել են, որ դա թռել է։ Նորվեգիան ընդամենն ասեց, որ այո, այդպիսի թռիչք եղել է, բայց որտեղ է թռել, ինչ ա եղել իր հետ, որևէ մեկը չգիտի։ Եվ դրանք բոլորը արևմտյան գողացված տեխնոլոգիաներ են, F-35-ը, այս նոր սերնդի, ներողություն, Su-35-ները, Su-57 հիմա իբրև թե նոր սերնդի, դա կանադական F-16-ներն են, այդ հոդվածները կան։ Այսինքն Հայաստանը պիտի ինքը արտադրի, արտադրություն սկսի, մեր հայկական միտքը այնպես չէ, հայեմ դրամ եմ ասում, բոլոր երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում փայլել է եւ փայլում է։ Մենք պիտի ունենանք դաշնակիցներ, մենք պիտի զինենք բանակը, այո, որակյալ զենքերով, որոնք մենք գնում ենք մեր գործընկերից։ Իդեպ Սուրեն Պապիկյանն ասաց, մենք գնում ենք զենքեր, բայց ես չգիտեմ ումից են գնում, Ֆրանսիայից լսել եմ։ Հնդկաստանից ինչ կանքի դե։ Չէ, արևմտյան ավելի տեխնոլոգիաներ նկատի ունեմ, եթե մենք հապ կանթամ ենք, ես կասկածում եմ, ես որևէ մեկը լուրջ զենքեր կտա, Ֆրանսիան գա, չէ, միշտ։ Կամ որ ասում են գաղտնիքը չբացենք։ Ամերիկայից զենք, Ֆրանսիայից մի հատ զենք էի գնում, ամբողջ աշխարհով հայտարարում եք, դա գաղտնիք չի։ Մենք Ադրբեջանն գնում է, ասում է, մենք պիտի իմանանք, կա թե ոչ։